Մարտի դաշտը հիշեցնում մեր իրականությունը։ Բանակցողի փոփոխությունը խիստ անհրաժեշտություն էր դեռևս պատերազմի ավարտի հաջորդ օրվանից սկսած։ Այդ դեպքում ինչու փոխել Փաշինյանին։ Գաղտնալսումները որպես կանոն իրականացում են առանց դատարանների որոշումների։ Մարդկանց անգամ ննջարաններում եւ լոգասենյակներում են գաղտնալսում։ Երկրի ղեկավարը հրապարակայնորեն ճնշում է գործադրում դատական համակարգի նկատմամբ։ Միքայել arczepiskopos Աջապահյանը դատապարտվեց 2 տարի ազատազրկման։ Հոգևորականին մեղադրեց իր քեռու կնոջ հետ սեռական արարևույթ կապ ունենալու մեջ։ Մենք երկրում ունենք մի քանի տասնյակ խաղբանտարկյալներ։ Բոլորից համար ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանը խոսքի համար ազատազրկված անձ է այս պահի դրությամբ։ Վարչապետի թեկնածու չէի կառաջադրի։ Եթերում բաց խոսենք նախագիծն է, իմ հյուրը այսօր փաստաբան, Միասնության թվեր քաղաքական նախաձեռնության անդամ, ինչպես նաև Երևան քաղաքի նախկին դատախազ Ռաֆի Ասլանյանն է։ Բարև ձեզ, պարոն Ասլանյան։ Բարև ձեզ։ Ինչպես արդեն նշեցի, այս պահին ներկայացնում եք Միասնության թվեր քաղաքական նախաձեռնությունը, ներկայացրել եք քաղաքական հայտ, ունեք վարչապետի թեկնածու, իդեմս Արման Թաթոյանի։ Ինչու հենց Արման Թաթոյանը, պարոն Ասլանյան։ Սկսենք այս հարցից։ Արման Թաթոյանը իմ համակուրսեցին է, առաջին հերթին պայմանավորված է դրանով եւ ոչ թե այն հանգամանքով, որ պարզապես համակուրսեցիներ ենք, այլ հաշվի առնելով այն, որ վերջին 17 տարիների ընթացքում Արման Թաթոյանին ճանաչում եմ որպես Հայաստանի Հանրապետության իրավապատակ քաղաքացի, գրագետ, մարդ, հայրենիքը սիրող անձնավորություն, ավանդական արժեքների կրող եւ ամենակարևորը իր բոլոր նախաձեռնություններում արդարամիտ։ Առաջին հերթին դրանով է պայմանավորված։ Ընդ որում տպավորություն չստեղծվի, որ ցանկացած համակուրսեցու նկատմամբ ունեմ նույն վերաբերմունքը, բնականաբար այդպես չի։ Ես ունեմ համակուրսեցիներ, որոնց հետ շատ ավելի մտերիմ եմ, շատ ավելի մտերիմ ընկերներ ենք, բայց քաղաքական նախաձեռնություններում նման վստահությամբ չի վերաբերվի։ Իսկ Վարչապետի թեկնածու չէի կառաջադրի։ առհասարակ քաղաքական նախաձեռնություններում գուցե նույնիսկ որոշակի վստահություն չունենայի։ Իսկ Արման Թաթոյանին, ինչպես արդեն նշեցի, իր նկատմամբ իմ վստահությունը առաջին հերթին պայմանավորված է նրա անձնային հատկանիշներով։ Պարոն Ասլանյան, Հայաստանի Հանրապետության վարչապետ լինելու համար մենք ապրում ենք մի իրավիճակում, որտեղ միայն մասնագիտական որակները ցավոք երևի այնքան էլ բավարար չեն լինի, որքան էլ դրանք գերազանց լինեն։ Նաև մարդկային շատ կամային ուժեղ բնավորության գծեր են հավանաբար անհրաժեշտ, որովհետև իսկապես մարտի դաշտը հիշեցնում մեր իրականությունը։ Ունի Արման Թաթոյանը այն որակները, որ կարող է պայքարել այս բարդ իրավիճակում։ Ես այն կարծիքին եմ, որ Արման Թաթոյանը բոլոր մարդկային որակներն ու հատկանիշներն ունի իր քաղաքական նախաձեռնություններն իրագործելու, այդ թվում Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար խոսքս վերաբերում է եւ կամային հատկանիշներին եւ առհասարակ մարդկային հատկանիշներին, քանի որ Արման Թաթոյանը նաեւ ունի պետական ծառայության որոշակի փորձ, որտեղ իրեն կարելի ասել բացարձակ կերպով արդարացրել է եւ ես առիթ եմ ունեցել բազմիցս ասելու, որ պետական ծառայության մեջ ներգրավված եւ իրենց դրական վարքագծով աչքի ընկած պաշտոնյաները պետք է իրենց ուրույն տեղն ունենան նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում։ Արման Թաթոյանի համար շատ կարևոր է նաև նրա նկատմամբ իմ վերաբերմունքի տեսանկյունից, որ լինելով պետական ծառայության մեջ առհասարակ կոռուպցիայից զերծ անձնավորություն է եղել։ Բոլորս հասկանում ենք, որ կոռումպացված չինովնիկները դրանք պետության եւ անվտանգության համար եւ առհասարակ իրավական անվտանգության տեսանկյունից մեծ վտանգ են ներկայացնում եւ Արման Թաթոյանը լինելով պետական ծառայության մեջ ունենալով նաեւ այդ տեսանկյունից որոշակի լծակներ զերծ է մնացել կոռուպցիոն վարքագծի դրսևորումից, ինչը եւս իր մարդկային ու անձնային հատկանիշների մասին է խոսում եւ կարծում եմ, որ հասարակության կողմից այս ամենը պետք է գնահատվի։ Լավ, պարոն Ասլանյան, ակնհայտ է, չէ, բայց իշխանափոխությունից հետո որևէ մեկը, ով էլ գա իշխանության, Ադրբեջանին պատերազմ չի հայտարարելու Արցախը ետ բերելու համար, շարունակելու է բանակցությունները եւ թրիպի շուրջ, եւ խաղաղության խաչմերուկի շուրջ, եւ բոլոր այն ծրագրերի շուրջ, որոնք այսպես թե այնպես սկիզբը դրել է Նիկոլ Փաշինյանը։ Կարող է չէ հանրության մեջ տրամաբանական հարց առաջանալ։ Այդ դեպքում ինչու փոխել Փաշինյանին եւ այսպես ասած կտրուկ շարժումներով
անվտանգել մեր այսքան դժվարությամբ ձեռք բերված խաղաղությունը, եթե կա այդ խաղաղությունը, եւ ինքնիշխանությունը։ Ըստ ձեզ, ինչու է անհրաժեշտ բանակցողի փոփոխությունը։ Եվ ինչքանով է վտանգավոր, ինչ վտանգներով է հղի բանակցողի շարունակականությունը։ Բանակցողի փոփոխությունը խիստ անհրաժեշտություն էր դեռևս պատերազմի ավարտի հաջորդ օրվանից սկսած, եթե իհարկե համարենք, որ այդ պատերազմը ավարտվել է, որովհետև պարտված բանակցողի գոյությունը ինքնին վտանգում էր հետագա բոլոր գործընթացները։ Եվ անցած ժամանակահատվածը ակնհայտորեն ցույց տվեց, որ պարտված բանակցողը իր ողջ գործունեության ընթացքում ըստ էության սպասարկեց հակառակորդ պետությունների շահերը, դրա ենթատեքստը գուցե տարբեր կերպ կարող է մեկնաբանվել, բայց ինձ համար դա իշխանությունը պահելու իր մոլուցքով էր պայմանավորված։ Իսկ ինչ վերաբերում է առհասարակ նոր ղեկավարի կողմից նախաձեռնվելիք քայլերին, առկա իրողությունների հետ հարմարվելուն կամ չհարմարվելուն, ապա պետք է նշեմ, որ իմ կարծիքով ցանկացած պարագայում անհատից մեծապես կախված են պետության համար կարևոր նշանակություն ունեցող իրադարձությունները եւ անհատի դերը որևէ մեկս չենք կարող անտեսել։ Մենք այսօր միայն մի բան կարող ենք հստակ ֆիքսել, որ այն անհատը, ով այսօր զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, անընդհատ ձախողում է եւ անընդհատ նշված ձախողումները տեղի են ունենում ի վնաս բնականաբար Հայաստանի Հանրապետության։ Հետևաբար ես վերջին 5 տարիներին ասել եմ եւ ներկայումս էլ կրկնում եմ, որ պարտված բանակցողի փոփոխությունը կարևոր է մեր պետության հետագա առաջընթացի համար։ Ինչ վերաբերում է խաղաղությանը, ապա իմ կարծիքով խաղաղություն այս պահին գոյություն չունի։ Խաղաղության հետ կապված միջ այս պահը նախաստորագրված պայմանագիրը ընդամենը հակառակորդ երկրների, այդ թվում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Նիկոլ Փաշինյանին տրված բոնուս է, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա վերարտադրել իր իշխանությունը, իսկ Ադրբեջանի հետագա պահանջները դեռ տեսնելու ենք, եթե իհարկե Աստված չտա Նիկոլ Փաշինյանը շարունակի կառավարել մեր հայրենիքը։ Հետևաբար Ադրբեջանի այս ժամանակավոր լռությանը եւ ըստ էության շահախնդիր լռությանը հասարակությունը չպետք է խաբվի։ Մենք ունենալու ենք շատ ավելի դժվար օրեր կոնկրետ գործող վարչակազմի վերարտադրության պայմաններում։ Պարոն Արսենյան, հարցերի ճշգրիտ մեծամասնությունը վերաբերում են ձեր մասնագիտական ոլորտին։ Մենք երկրում ունենք մի քանի տասնյակ խաղբանտարկյալներ եւ նրանց վերաբերող գործերի մասին խոսելիս փաստաբանները շատ հաճախ ասում են այստեղ իրավաբանություն չկա արտահայտությունը։ Ըստ ձեզ, մեր իրավական համակարգը որքան կարող է բեմադրել դատական գործեր, որտեղ իրավաբանություն չկա։ Համակարգը դեռ ինչքան կարող է ձգվել եւ դիմանալ։ Նախ կուզենամ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում այս պահին անկախ դատական համակարգի եւ ինքնուրույն հարաբերականորեն թեկուզ ինքնուրույն իրավապահ համակարգ գոյություն չունի, ինչը պայմանավորված է օրվա իշխանությամբ, քանի որ իշխանությունը նշված կարևորագույն ինստիտուտները չի կարևորում իր գործունեությամբ ցույց է տվել, որ էական նշանակություն չունի հատկապես դատական իշխանության անկախությունը։ Իշխանությունների տարանջատման սկզբունքը առհասարակ մեր երկրում ցավոք չի գործում։ Եվ ինչու այդպես, որովհետև առաջնային նպատակ է համարվում իշխանությունը ամեն կերպ պահելը։ Այսինքն իշխանությունը պահելու իրենց նպատակներում իշխանության ներկայացուցիչները միջոցների մեջ խտրականություն չեն դնում եւ առաջնային միջոցը դա քրեադատավարական գործիքակազմի ամենակոպիտ կիրառումն է դատական իշխանության հպատակեցման միջոցով։ Ինչ վերաբերում է հանգամանքին, թե որքանով կդիմանա դատական իշխանությունը եւ իրավապահ համակարգը, ես կարծում եմ, որ այս պահին էլ այլևս անհնար է, այսինքն եթե խոսքը մարդկային ու իրավական պայմանների մասին է, ապա դրանք վաղուց արդեն սահմանազանցվել են։ Բայց եթե գործող իշխանությունը շարունակի նույն տեմպերով եւ շարունակի հետագա տարիների ընթացքում, ես կարծում եմ, որ հետևանքները ավելի բացասական են լինելու եւ հասարակության յուրաքանչյուր անդամ իր սեփական մաշկի վրա է զգալու կախյալ դատական համակարգի գործունեությունն ու այդ գործունեության արդյունքները։ Դա սկսվեց սահմանադրական դատարանի վրա հարձակումներից։
Սկիզբ որպես մեկնարկային կետ դա կարող եք համարել։ Ի սկզբանե այո, եւ սահմանադրական դատանի վրա հարձակումներից եւ դատական համակարգի վրա հարձակումներից մասնավորապես դատարանների շենքերը շրջափակելուց, բայց դա ավելի սաստկացավ հետ պատերազմյան ժամանակահատվածում, երբ օրվա իշխանությունը Հայաստանի Հանրապետության վարչապետը իշխանության լծակները ամեն կերպ պահելու խնդիր ունեցավ, այսինքն երբ հասկացավ, որ իր իշխանությունը երերում է, իսկ անկախ դատական համակարգը այդ պայմաններում իրեն որևէ կերպ չի կարող օգնել, արդեն սկսեց դատական համակարգին ուղղված իր բացասական բնույթ կրող գործողությունները, ընդ որում հազվադեպ կարելի է տեսնել, որ երկրի ղեկավարը հրապարակայնորեն ճնշում է գործադրում դատական համակարգի նկատմամբ, իսկ Նիկոլ Փաշինյանը բազմիցս այդ ապօրինի հնարքներին դիմել է։ Իշխանությունը պահելու մոլուցքը բերել է նրան, որ մարդկանց անգամ ննջարաններում եւ լոգասենյակներում են գաղտնը լսում։ Պարոն Ասլանյան, սա ընդունելի պրակտիկա է իրավական դաշտում։ Նախ ասեմ, որ օպերատիվ հետախուզական գործունեությունը դա պետական իրավասու մարմինների կողմից իրենց լիազորությունների շրջանակներում իրականացվող պետական գործունեության ինքնուրույն տեսակ է, որն ուղղված է հանցագործությունների կանխմանը, նախականխմանը, բացահայտմանը եւ նաեւ օժանդակում է քրեական դատավարություն իրականացնող մարմինների գործունեության, այդպիսով նաեւ ապահովելով քրեական հետապնդման արդյունավետությունը։ Բայց ցավոք Հայաստանի Հանրապետությունում այդ օպերատիվ հետախուզական գործունեությունը վերածվել է ընդդիմադիրների եւ այլախոհների նկատմամբ պայքարելու յուրատեսակ գործիքի։ Համատարած ապօրինի գաղտնալսումներ են իրականացվում, մինչդեռ Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությունը եւ միջազգային նախադեպային իրավունքը, խոսքը եվրոպական դատանի նախադեպային իրավունքի մասին է, հստակ ամրագրում են օպերատիվ հետախուզական միջոցառման իրականացման իրավական հիմքերն ու երաշխիքները։ Մասնավորապես դրանք հատկապես քննարկվող դեպքում, եթե խոսքը վերաբերում է անձի հիմնարար իրավունքների նկատմամբ միջամտության, այսինքն օրինակ անձնական, ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքի սահմանափակմանը, դրանց համար գործում են ավելի խիստ երաշխիքներ։ Խոսքը վերաբերում է բնակարանում կատարվող գործողություններին, ներքին դիտում, այսինքն օպերատիվ հետախուզական միջոցառման, հեռախոսահամարների, հեռախոսային խոսակցությունների վերահսկում, օպերատիվ հետախուզական միջոցառումներին եւ ընդ որում օրենսդիրը հստակ սահմանել է, որ դրանք ոչ բոլոր տեսակի հանցագործություններով է նույնիսկ հնարավոր, այսինքն միայն այն անձի նկատմամբ կարող է կատարվել, ով կասկածվում է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների կատարման համար։ Սա այս խնդրում ուշադրություն դարձնել ոչ թե ցանկացած հանցագործության եւ երկրորդ կարևորագույն պայմանը, որ նախատեսված է, դա եթե այլ միջոցներով օպերատիվ հետախուզական մարմինի իր խնդիրների լուծման շրջանակներում տեղեկատվությունը ձեռք բերելու հնարավորություն չունի։ Այսինքն սա այսպիսի օպերատիվ հետախուզական միջոցառումները անձի անձնական կյանքի գաղտնիության ուղղված դրանք միջամտող օպերատիվ հետախուզական միջոցառումները, դրանք ծայրահեղ միջոց են, եթե այլընտրանքային այլ միջոցներով հնարավոր չի որոշակի տեղեկատվություն ձեռք բերել։ Եվ այս իմաստով պետք է պահպանվի նաեւ ըստ նաեւ եվրոպական իրավունքի մարդու իրավունքների եւ հանրային շահի միջև արդարացի հավասարակշռությունը։ Տեսեք, ինչպիսի հստակ մեխանիզմներն են սահմանված, ընդ որում եվրոպական դատարանը նաեւ սահմանել է այսպես կոչված քառափուլային համաչափության տեստ, այսինքն թե որ հստակ չափանիշներին պետք է համապատասխանի տվյալ օպերատիվ հետախուզական միջոցառումը։ Բայց Հայաստանի Հանրապետությունում այդ ամենը անտեսվում է, ինչպես կալանքների գործընթացում, այնպես էլ օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացման համատեքստում Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունը չի հետևում համապարտադիր նորմերին եւ նախադեպային սկզբունքներին։ Ընդ որում դա այն իշխանությունն է, որ ամեն օր թմկահարում է եվրոպական արժեքները, իբրև թե եվրոպական մոտեցումները, մինչդեռ իմ կողմից նշած հիմնարար իրավունքների պաշտպանության ողջ մեխանիզմները սահմանված են եւ հենց եվրոպական կառույցների կողմից ձևակերպված եւ արտացոլված համապատասխան իրավական ակտերով։ Դրանք Հայաստանի Հանրապետությունում առհասարակ չեն գործում։ Այսօր մենք ունենք հեռախոսային խոսակցությունների վերահսկման, այսինքն գաղտնալսման մի ահռելի ծավալ, ընդ որում գաղտնալսումն իրականացվում է ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ եւ քանի որ այդ ծավալը, ինչպես արդեն նշեցի, շատ մեծ է, գաղտնալսումները որպես կանոն իրականացվում են վստահաբար, դա կարող եմ ասել, առանց դատարանների որոշումների։ Մինչդեռ օրենքով հստակ ամրագրված է, որ անձի անձնական կյանքի գաղտնիությանը միջամտող
օպերատիվ հետախուզական միջոցառումներ պետք է իրականացվեն բացառապես դատական վերահսկողության ներքո, այսինքն դատարանների որոշումների հիման վրա եւ այս պահին ընդդիմադիրները գաղտնալսվում են ամեն առիթով, ամեն պահի եւ եթե իշխանությունը գտնում է, որ տվյալ հեռախոսային խոսակցություններում կան որոշակի տեղեկություններ, որոնք իրենց ընկալմամբ կարող են հանցագործության հատկանիշներ պարունակել, այդ ժամանակ նոր ստանում են դատարանների որոշումներ, այսինքն ստացվում է, որ հետագա դատական վերահսկողություն է իրականացվում։ Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում օպերատիվ հետախուզական միջոցառումների հետագա դատական վերահսկողության ինստիտուտ գոյություն չունի։ Միայն մեկ բացառություն է սահմանվում, մասնավորապես եթե կա ահաբեկչության, Հայաստանի Հանրապետության պետական բնապահպանական անվտանգությանը սպառնացող որևէ հանցագործության անհապաղ բացահայտման խնդիր, ապա տվյալ դեպքում օպերատիվ մարմինն իրավունք ունի սկսել օպերատիվ հետախուզական միջոցառումը, սակայն 24 ժամվա ընթացքում այդ մասին ծանոթացալով դատարանին, եւ եթե դատարանը, այսինքն շարունակելու թույլտվություն ստանալու համար, եւ եթե դատարանը տվյալ պարագայում գտնում է, որ հիմքերը բավարար չեն, ապա անհապաղ դադարեցվում է այդ օպերատիվ հետախուզական միջոցառումը եւ դրա արդյունքում ձեռք բերված բոլոր նյութերն ու տեղեկությունները ոչնչացվում են։ Հակառակ պարագայում դատարանը թույլատրում է շարունակել, բայց տեսեք մեր իրականության մեջ իրավիճակն էսպիսին է, որ ցանկացած պատեհ ու անպատեհ առիթի իրականացվում են գաղտնալսումներ, որոնք հետագայում դատական վերահսկողության շրջանակում, եթե անհրաժեշտ է, հետագայում արդեն ստացվում են դրանց վերաբերյալ դատարանների որոշումներ, ընդ որում սա նոր երևույթ չի Հայաստանի Հանրապետության իրավական պրակտիկայում, որպես կանոն այսպիսի ոչ օրինական գործելակերպ իրավապահ մարմինների կողմից իրականացվել է հանցավոր հակումներ ունեցող անձանց նկատմամբ, այսինքն առանձին քրեական հեղինակությունների, նրանց հարող անձանց նկատմամբ, ինչը եւս ընդունելի չի, քանի որ բազմիցս դա քննարկման առարկա է դարձել, բայց հիմա իշխանությունը արդեն նույն մեթոդները կիրառում է ոչ թե հանցավոր տարրերի նկատմամբ, այլ ընդդիմադիրների եւ այլախոհների նկատմամբ եւ դրա արդյունքում պետք է արձանագրել, որ հանցավորության դեմ պայքարը տուժել է եւ ոչ միայն դրա արդյունքում, այլ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռեսուրսները սահմանափակ են, դրանք չեն կարող մեր պետության պայմաններում լինել այնպիսի ծավալի, որ իշխանությունը հնարավորություն ունենա եւ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնել ընդդիմադիր գործիչների, այլախոհների նկատմամբ եւ նույն միջոցառումներով պայքարել հանցավորության դեմ, հետեւաբար հանցավորության դեմ պայքարը դրանից տուժում է, քանի որ օպերատիվ մարմինները մեծապես զբաղված են իշխանության շահերը սպասարկելով այսօր։ Դուք նշեցիք, որ հանցագործության հակումներ ունեցող մարդկանց հանդեպ է սովորաբար գաղտնալսումը իրականացվում, ենթադրում եմ, որ բարձրաստիճան հոգևորականը դժվար թե այդ անձանց թվին պատկանա, հայտնի դեպքով կարծեք թե ընթացք է տրվել գործին եւ անգամ իշխանական ճամբարից քննադատական ելույթներ խոսքեր են հնչում, որ դա անթույլատրելի է եւ այլ, ըստ ձեզ հնարավոր է, որ նման գաղտնալսումներ, նկարահանումներ իրականացնեն հատուկ ծառայություններից բացի այլ մարմիններ կան։ Տեսեք, ձեր ասածը վերաբերում է հենց իմ կողմից մեկնաբանված ապօրինություններին, այսինքն ոչ միայն գաղտնալսումներ են իրականացվում անօրինական կերպով, այլ նաեւ ներքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Ձեր նկարագրածը հենց ներքին դիտումն է, այսինքն անձի մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքը սահմանափակվել է նրա իսկ տանը։ Եթե համարենք, որ դա իսկապես վերաբերում է կոնկրետ հոգևորականին եւ ամեն դեպքում իշխանական քարոզչամեքենան նրան է վերագրում, իմ կարծիքով տվյալ ճակերտավոր օպերատիվ հետախուզական միջոցառումները կարող են իրականացվել բացառապես պետական իշխանական լծակների կիրառմամբ եւ երբ իշխանության ներկայացուցիչները փորձում են քննադատել իբրև թե անձի անձնական կյանք ապօրինի մուտք գործելու վարքագիծը եւ դրանով նաեւ հաստատել այսպես ենթատեքստում, որ դա հոգևորականին է վերաբերվում, այդ ամեն ինչը իմ կարծիքով կեղծ է, որովհետեւ կհիշենք հենց Հայաստանի Հանրապետության վարչապետը ընդամենը հրապարակումից 15-20 օր առաջ իր Facebook-յան էջով հրապարակայնորեն խոսեց տվյալ դեպքի մասին, մասնավորապես հոգևորականին մեղադրեց իր քեռու կնոջ հետ սեռական արարևույթ կապ ունենալու մեջ, իհարկե իր լեքսիկոնով եւ պետության ղեկավարին ոչ հարիր ձևակերպումներով եւ դրանից ընդամենը 10-15 օր հետո այդ տեսագրությունը հայտնվում է իշխանության հետ փոխկապակցված, իշխանության քարոզչամեքենայի հետ փոխկապակցված համացանցային էջերում։
Այսինքն եթե մենք փաստերը համադրում ենք, անկողմնակալ դիտորդի համար էլ նույնիսկ շատ պարզ է, որ սա իրականացվել է պետական միջամտության արդյունքում։ Եվ իմ ասածը հենց դրան է վերաբերվում, եթե առերևույթ հանցագործության հատկանիշներ են տեսնում այդ իրենց կողմից իրականացված անօրինական օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում, ապա հետագա կարգով ստանում են դատարանի որոշումը, ինչը եւս օրենքով թույլատրված չի։ Եթե անձի պատիվն ու արժանապատվությունը արատավորող կամ բարի համբավն արատավորող որոշակի տեղեկատվություն են հայտնաբերում, ապա դա արդեն դարձնում են հանրության սեփականությունը։ Այսինքն այդ բոլոր միջոցառումներն իրականացվում են հանուն մեկ նպատակի, իրենց խոսքին չհամապատասխանող, հակադիր կարծիք արտահայտող անձանց որևէ կերպ զսպելու այդ ընդհանուր գործընթացում, ինչը նաև ուղղված է իշխանությունը ամեն կերպ պահելու իրենց մոտեցումներին։ Իդեպ ասում են, որ գաղտնալսումները միայն քաղաքական անդիմադիրների մասով չեն իրականացվում սեփական թիմին վերահսկելու եւ այսպես ասած լծակները չկորցնելու համար օգտագործվում է նաեւ սեփական թիմին գաղտնալսելու այդ զենքերը, չգիտեմ ինչեւ է, ամեն դեպքում նման զրույցները խոսակցություններ բազմիցս լսել եմ։ Պարոն Ասլանյան, այ գաղտնալսումների մի հսկայական տրցակ դրված է նաեւ այսպես կոչված ահաբեկչության շատերի ձևակերպմամբ 17-18 թարթարների գործի հիմքում Բագրատ Սրբազանի եւ մյուսների գործին է վերաբերում, որտեղ տարբեր դրվագներով մարդկանց մեղադրում էին ահաբեկչության մեջ, տեղյակ եք գյուլել, չգիտեմ, մեքենաներ վառել եւ այլը եւ այլը, արդեն մի քանի ամիս է գործը ընթացքի մեջ է, տարբեր դրվագներով փաստաբանները խոսել են այդ գաղտնալսումների եւ մարդկանց վերագրվող մեղքերի ուղղակի այսպես ասած ջուր լինելու մասին, սակայն երբ օրինակ վերջին դատավարության ժամանակ Բագրատ Սրբազանը այդ հարցը բարձրացրեց, որ իրեն վերագրվող օրինակ մեղադրանքը, որ գյուլելու մասին մեղադրանքը ինչ հիմքի վրա է, ինչով է հիմնավորվում, դատավորը ասաց, որ դեռ ընթացքի մեջ է, որ դեռ պետք է քննեն այդ նյութը, այսինքն մարդիկ ամիսներ շարունակ, տարիներ շարունակ կարող է պետք է գտնվեն կալանքի տակ, հա, կորցնեն ազատությունից զրկված լինեն, մինչև այդ ամբողջ տրցակը ապացուցեն, որ հիմնավոր է կամ հիմնավոր չէ։ Այն դեպքում, երբ որ մինչև գործի մեկնարկի ժամանակ այդ մասին շտապեցին հմեկում իրենց տեսակետը հայտնել եւ քննչական կոմիտեի ղեկավարը գործը որակելով որպես ահաբեկչություն, հիշում ենք դատախազին ազգային ժողովում առանց այսպես ասած մարդկանց անմեղության կանխավարկածը հաշվի առնելու բոլորին որակեցին որպես ահաբեկիչներ, սակայն ընթացքում բազմաթիվ դրվագներ կարծես թե հերկվում են, բայց նույն պաշտոնյաները չեն շտապում հանրայինի եթեր ներողություն խնդրելու, ասելու, որ հերկվել են այդ մեղադրանքները, ավելին, այս գործը պետք է ամիսներ շարունակ դատարանը քննի, մինչև հասկանանք այդ մարդիկ ահաբեկիչներ են թե ոչ, բայց այդ մարդիկ այս ընթացքում գտնվում են կալանքի տակ։ Ձեր կողմից նշված քրեական վարույթի փաստական տվյալներին, այսինքն ապացույցներին ես ծանոթ եմ այնքանով, որքանով դրանք հրապարակվել են։ Իհարկե փաստաբանները, այսինքն պաշտպանները, ես վստահ եմ, որ ամբողջ ծավալով ծանոթ են նյութերին եւ որոշակի կարծիք են հայտնում իրենց ծանոթ լինելով արդյունքում, բայց ինձ համար կոնկրետ այն չափով, որքանով որ տեսանելի է այդ գործի ենթատեքստում ապացույցները, ակնհայտ է, որ դա իշխանության հեղինակած հերթական քաղաքական հետապնդումն է։ Մասնավորապես անընդհատ շեշտադրումը կատարվում է հասարակության հույզերի վրա, թե խոսում են գյուլելուց, խոսում են չգիտեմ, այս կամ այն բռնի գործողությունը կատարելուց, նախ պետք է հասկանալ, որ խոսքը, մտահղացումը, ցանկությունը դա դեռևս հանցագործություն չի։ Բոլորս գիտենք, որ անձանց մեղսագրված է հանցագործության նախապատրաստություն, իսկ նախապատրաստությունը պետք է կոնկրետ պարունակի հանցագործության կատարման ուղղված նախապատրաստական գործողություններ։ Հետևաբար, եթե նույնիսկ ինչ-որ մեկին գյուլելու ցանկություն կա, ինչպես իրենք են պնդում, կամ որոշակի բռնի գործողություններ կատարելու ցանկություն կա, դա դեռևս բավարար չէ հանցակազմի տիրույթում գնահատականներ հնչեցնելու համար։ Նախ պետք է ունենալ փաստական տվյալներ, թե կոնկրետ գործողությունը կատարելու համար ինչպիսի գործիքներ, ինչպիսի միջոցներ են ձեռք բերել։ Որքանով ես տեսնում եմ, չունեն նման տվյալներ, այսինքն չկա կոնկրետ միջոցներ եւ գործիքների ձեռքբերում։
անձանց տներից խոզարկությամբ հայտնաբերել են իրենց ունեցած օրինական զենքերը եւ սա են վերագրում որպես Գունավոր ծուխն է, միջոցառումների ժամանակ ցույցերից, միջոցառումներից մնացած գունավոր ծուխ եւ այլն եւ սա են վերագրում որպես հանցագործության կատարման ուղղված միջոցների գործիքների ձեռքբերում։ Մինչդեռ կհիշեք սկզբում հրապարակային հաղորդագրություններում խոսվում էր բոլորովին այլ գործիքների, պայթուցիկ նյութեր, վնասող նյութեր, չգիտեմ, ավտոմեքենաների անվադողերը վնասող հատուկ աստղիկների մասին, բայց որքանով որ տեսնում ենք, ինչ որ տեսանելի է մեզ, նման բաներ գոյություն չունեն։ Այսինքն այսօր հասարակությանը փորձում են հասարակության հույզերի վրա ազդել են ձևակերպումներով, որ բա տեսեք ասում են բռնություն, տեսեք ասում են այս կանենք, այն կանենք, գիտեք ինչ, յուրաքանչյուր մարդ կարող է որոշակի ցանկություն, նպատակ ունենալ կամ ուրախանալ մեկ այլ անձի հաջողություններով։ Հետո այստեղ մենք պետք է հաշվի առնենք, որ հասարակության մեջ կան տարբեր կարծիքներ։ Գուցե հենց այսօր մեր հասարակության մի զգալի հատված իր կենցաղում նման ձևակերպումներ օգտագործում է, բայց կարևորը թե արդյոք կոնկրետ գործողությունների կատարման ուղղությամբ տվյալ անձը միջոցներ ձեռնարկել է թե ոչ։ Եվ ես որքանով որ տեսնում եմ, այս պայծրությամբ տվյալ քրեական վարույթը մնում է խոսքի մակարդակում։ Այսինքն այն ինչ խոսել են, այն ինչ զրուցել են, անկախ նրանից ում հետ ինչ է զրուցել, զրույցը ինչ բովանդակություն է ունեցել եւ ում է վերաբերել։ Ինչ վերաբերում է ձեր ասած կալանքի տակ մնալուն, ապա պետք է նկատի ունենալ, որ կալանքը դա ընդամենը խափանման միջոց է եւ անձի անմեղությունը հաղթահարելու հետ որևէ կապ չունի, դա ընդամենը անձի պատշաճ դատավարական վարքագծի ապահովման ուղղված դատավարական հարկադրանքի միջոց է եւ շատ հնարավոր է անձը հետագայում արդարացվի, քանի որ մենք գործ ունենք անմեղության կանխավարկածի սկզբունքի հետ, հետեւաբար սա նշանակում է, որ անձի մեղավորությունը կարող է հաստատվել բացառապես դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով եւ չափածուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղության։ Սա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության կարևորագույն առանցքն է, բայց քանի դեռ կա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ես առավել քան վստահ եմ, որ տվյալ քրեական գործով որևէ մեկը չի արդարացվի, քանի որ դատարանները չեն ունենա այդչափ, այսինքն բավարար համարձակություն եւ անկախություն։ Իսկ իր իշխանության բացառման պայմաններում օբյեկտիվ, բազմակողմանի եւ ամենակարևորը արդյունավետ դատաքննության հետևանքով եւ արդյունքում մենք բնականաբար հստակ պատկերը կունենանք, արդյոք գործ ունենք որևէ մեկի արարքում նախապատրաստության, առավելևս ահաբեկչության նախապատրաստության անցակազմի հետ։ Եվ երբ այդ գործի մասին ենք խոսում, օրինակ ինձ իմ մոտ նաև հետաքրքրություն է առաջացրել այս պահին կալանավորված անձանցից մեկի նկատմամբ մոտեցում, ով եթե կհիշեք, հումորային ռիլերով ծաղրում էր Արմեն Ալեքսանյան։ Արմեն Ալեքսանյան, այդ Էջմիածինցի տղային։ Այո։ Ինձ համար ակնհայտ է, ես տեսնում եմ, որ ընդամենը վրեժ են լուծում իր հումորային ռիլերի համար, այսինքն Հայաստանի Հանրապետության ղեկավարը այսօր այնպիսի մարդ է, ով պատրաստ է պետական գործիքակազմի կիրառմամբ, իրավական գործիքակազմի կիրառմամբ, ճակերտավոր դատական իշխանության միջամտությամբ, իր ցանկությամբ, հայցողական միջամտությամբ պատժել մեկին, ով ընդամենը իր գործողությունները իրավաչափ ծաղրի է վերածում։ Այսինքն այստեղ մենք գործ ունենք վրեժխնդրության դրսևորման հետ եւ չի բացառվում, որ բոլորի նկատմամբ է նույն երևույթը, ընդ որում առավել հավանական է նաեւ մյուս անձանց նկատմամբ, ովքեր քաղաքական հավակնություններ են դրսևորել, հենց սրբազան պայքարն են առաջնորդել, որով ցանկացել են իշխանափոխություն իրականացնել եւ պատկերացրեք, եթե հումորային տեսահոլովակներ հրապարակողի նկատմամբ կա ներքին այսպես չարամտություն, ներքին անհանդուրժողականություն, քաղաքական հակառակորդների նկատմամբ ինչ կլինի։ Այս գործից մեծ մասի մեղադրանքի հիմքում ուղղակի ծիծաղելի, ցավալի է, բայց իսկապես զավեշտալի մեղադրանքներ են դրված։ Օրինակ Տիգրան Գալստյանը, որ այս պահին առողջական լուրջ խնդիրներ ունի, մարդը ամիսներով կալանքի տակ է գտնվում տանը գունավոր ծուխ պահելու համար։ Այն նույն գունավոր ծուխը, որ Արարատ Միրզոյանը եւ Լենա Նազարյանը ազգային ժողովում թափահարում էին։ Այսինքն ճակերտավոր ահաբեկիչ Տիգրան Գալստյանը ազատությունից զրկված է, ընդ որում բազմազավակ հայր։ Այդ գունավոր ծուխը տանը պահելու համար ինչ պիտի ապացուցի հետագայում դատարանը, որ մարդու երկարաժամկետ կալանքը հիմնավորված լինի։ Տեսեք, ինձ համար իմ տպավորությունը ես կարող եմ ընդհանրապես ասել, իմ տպավորությամբ նշված անձինք առերևույթ քաղաքական հետապնդման ենթարկվող
մեղադրյալներ են եւ այս պահին մեղադրյալի աթոռին գտնվում են իշխանության կոնկրետ Հայաստանի Հանրապետության վարչապետի հայեցողությամբ իրենց մի փոքր էմոցիոնալ, ոչ թե մի փոքր, բավականին էմոցիոնալ խոսքի համար։ Եթե իհարկե դատաքննության ընթացքում հաստատվի, որ իսկապես այդ խոսքը հնչեցնողները իրենք են եղել եւ կոնկրետ այդ խոսքը վերաբերվում է իշխանության ներկայացուցիչներին։ Եթե դա հաստատվի, ես նորից եմ կրկնում, եթե նույնիսկ ընդամենը այդ փաստը հաստատվի, դա բավարար չէ անձանց ահաբեկչության նախապատրաստության համար մեղավոր ճանաչելու, հետեւաբար նաև մեղադրական դատավճիռ, այսինքն վերդիկտ կայացնելու համար։ Ձեր ձևակերպմամբ մի փոքր էմոցիոնալ խոսքի համար Միքայել arczepiskopos Աջապահյանը դատապարտվեց 2 տարի ազատազրկման։ Այն դեպքում, երբ որ Փաշինյանի Ավտոշարասյան կողմից վրայերթի ենթարկված եւ մահացած Սոնա Մնացականյանի շահերի պաշտպանն եք, ներկայացուցիչն եք, այդ ոստիկանության աշխատակիցը փաստորեն մարդուն մահվան հասցրած ոստիկանության աշխատակիցը դատապարտվեց ընդամենը 1 տարի եւ 6 ամիս ազատազրկման, չէ, եթե չեմ սխալվում։ Այսինքն ինչ է ստացվում, որ իշխանությանը քննադատել ավելի ծանր հանցանք է, քան մարդուն մահվան հասցնելը։ Ես բազմիցս տվյալ, այսինքն Միքայել Սրբազանին վերաբերող քրեական գործը եւ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող Ավտոշարասյան վարորդին վերաբերող քրեական գործերի համադրությունը միշտ ներկայացրել են որպես օրվա քաղաքական իշխանության խոսքի արժանահավատության ստուգման ցուցիչ։ Այսինքն, թե որքանով նրանք չեն միջամտում կոնկրետ պետության ղեկավարն ու իշխանությունը չեն միջամտում իբրև թե դատական իշխանության աշխատանքներին։ Եվ ակնհայտ է, որ Միքայել Սրբազանի դեպքում վերջինիս արարքում որևէ հանցագործության հատկանիշների բացակայության պայմաններում ես գտնում եմ, որ առհասարակ մեղադրական վերդիկտ չէր կարող կայացվել ազատ խոսքի համար, վերջինս այնուամենայնիվ դատապարտվել է 2 տարի ազատազրկման։ Իսկ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող վարորդը հղի կնոջը մահվան ելքով վրայերթի ենթարկելու համար 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Բացի այդ, ուշադրության արժանի է նաև տվյալ գործերի քննության ժամանակը։ Միքայել Սրբազանի գործը ավարտվեց ամեն դեպքում առաջին ատյանի դատարանի դատական ակտով, դեռևս իհարկե օրինական ուժ չունի, ավարտվեց ընդամենը 2 ամսվա ընթացքում, 2 ամսից մի փոքր ավելին, իսկ Ավտոշարասյան վարորդի գործը քննվում է արդեն 4-րդ տարին։ Ես կարծում եմ, այս ամեն ինչը ակնհայտորեն ցույց է տալիս, որ օրվա իշխանությունը իր քաղաքական հավակնություններին եւ իշխանություն պահելու ձգտումներին համահունչ միջամտում է դատական իշխանության, այսինքն դատարանների աշխատանքներին եւ իր Ավտոշարասյան Նիկոլ Փաշինյանի ուղեկցող Ավտոշարասյան վարորդի վերաբերյալ քրեական գործը դեռևս նախաքննության փուլից անընդհատ ուղղորդվել է եւ անընդհատ գտնվել է ամենաբարձր իշխանության ամենաբարձր ներկայացուցիչների մշտական հովանավորության ներքո բացասական իմաստով։ Ես այստեղ կուզենամ արձանագրել նաեւ Ավտոշարասյան ղեկավար կազմի գործողությունների կապակցությամբ վարորդն իրականացնողի դրսևորած վերաբերմունք։ Արդեն 3 անգամ քրեական հետապնդում չառուցելու մասին, 2 անգամ քրեական հետապնդում չառուցելու մասին որոշումներ են կայացել, որոնք դատարանների կողմից բնութագրվել են որպես անօրինական որոշումներ, մասնավորապես դատարանները արձանագրել են տուժողի իրավահաջորդի իրավունքի խախտում եւ հերթական անգամ մենք գտնվում ենք հերթական շրջապտույտի փուլում եւ ամենայն հավանականությամբ ամեն ինչ գնում է դեպի նրան, որ այս դեպքում եւս քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները լրանալու են, քանի որ միջին ծանրության հանցագործության համար սահմանված է եղել նախկին քրեական օրենսգրքի համաձայն, քանի որ տվյալ հանրային վտանգավոր արարքները կատարվել են նախկին քրեական օրենսգրքի գործողության ժամանակահատվածում, սահմանված է եղել 5 տարի։ Եվ այս ամենը ես կարծում եմ հենց այնպես չի արվում, սա արվում է իշխանության ուղղակի միջամտության արդյունքում։ Հետևաբար Միքայել Սրբազանի վերաբերյալ եւ մյուս քաղաքական հետապնդման գործերը եւս ունեն իշխանության միջամտությունը, իհարկե այս դեպքում արդեն հակառակ իմաստով։ Պարոն Ասլանյան, բռնաճնշումների եւ հետապնդումների են ենթարկում ոչ միայն եկեղեցու առանձին հոգեվորականներ, այլ հայ առաքելական եկեղեցին ընդհանրապես։ Այն ինչ որ տեղի ունեցավ Հովանավանքում եւ շարունակվում է,
այս շաբաթ Թալինի եկեղեցում եւ կարծեք շարունակվելու միտում ունի։ Եկեղեցիների, չգիտեմ, բռնազավթելու այս գործընթացները հոգևորականներին իրական հոգևոր ծես իրականացնելու հնարավորությունից զրկելը ամբողջ փաթեթով իրավական առումով ինչ ձևակերպում ունի, դուք կարող եք որպես իրավաբան ներկայացնել։ Իրավական առումով ես կարծում եմ, որ այս ամբողջ գործընթացը այնուամենայնիվ հանցագործության հատկանիշներ պարունակում է, քանի որ եկեղեցին ունի սահմանադրությամբ ամրագրված որոշակի կարգավիճակ եւ եկեղեցու դեմ կատարված գործողություններն առհասարակ, ես կարծում եմ, որ իրենցից համադրական կարգի տապալման հանցակազմի հատկանիշներ պարունակում են իրենցում, բայց այստեղ նաև պետք է ուշադրություն դարձնել, որ ավելի շատ բարոյական եւ հոգեվոր խնդիրներ կան։ Օրվա իշխանությունը այդ ձևական, կարելի ասել աղանդավորական պատարակները կազմակերպում է ոչ թե աստվածահավատ լինելու արդյունքում, ոչ թե այսպես երդվյալ քրիստոնյա լինելու արդյունքում, այլ իր քաղաքական շահերի սպասարկման համատեքստում, այսինքն եկեղեցին պառակտելու նպատակ ունեն։ Եվ մենք այսօր եկեղեցում տեսնում ենք մարդիկ, ովքեր գուցե կյանքում առաջին անգամ են եկեղեցի եկել այդ պատարակներին մասնակցելու։ Տեսնում ենք բազմաթիվ մարդկանց, ովքեր իրենց հանրային, հասարակական, քաղաքական գործունեության ընթացքում նույնիսկ ծաղրել են Աստծուն։ Ակնհայտորեն ցույց են տվել, որ իրենք աստվածահավատ չեն, աթեիստներ են, եւ տեսնում ենք, որ այդ մարդիկ մասնակցում են այդ պատարակներին, եւ հենց այդ մարդիկ են հանդիսանում այդ պատարակների այսպես հոգեվորության աստիճանի ցուցիչը։ Երբ տեսնում ենք իրենց, արդեն հասկանում ենք, թե այդ պատարակը որքանով է պատարակ։ Ես կարծում եմ, որ այդ պատարակները ընդհանրապես եկեղեցու ինքնուրույնության դեմ ուղղված գործողություններ են, քանի որ գիտենք, որ օրվա իշխանությունը վարչապետի գլխավորությամբ պահանջում է կաթողիկոսի եւ բարձրաստիճան հոգեվորականների հրաժարականը եւ այդ պատարակներով փորձում են հասնել դրան։ Ընդ որում ոչ միայն պատարակները, այլ նաև սրբազանների քաղաքական կալանավորումները եւս Երեք թեմ այս պահին կախատված է։ Այդ ուղղությամբ են գնում եւ որևէ մեկը չի կարող բացառել, որ հետագայում եւս մի քանի թեմերի առաջնորդներ, սրբազաններ եւս կկալանավորվեն։ Այսինքն իշխանությունը եկեղեցին գրավելու հարցում ոչնչի արժև չի կանգնում եւ զարմանալիորեն բերվում են այնպիսի պատճառաբանություններ, որոնք թվում է տրամաբանող ցանկացած մարդու կողմից անիրատեսական գնահատվեն, օրինակ ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, քանի որ կաթողիկոսը ունի երեխա ուսակրոն չի, հետեւաբար նա չի կարող որևէ քահանայի նկատմամբ դրսևորել իր հոգևոր լիազորություններից բխող որևէ գործողություն, այսինքն չի կարող կարգալույծ անել։ Հետեւաբար մենք գնում ենք այդ քահանայի մատուցած պատարակին, նա կարգալույծ չի, բայց մյուս կողմից պետք է հաշվի առնել, որ նույն այդ քահանան նույն ձեռնադրվել է կաթողիկոսի կողմից։ Եթե դուք կաթողիկոսին չեք համարում կաթողիկոս, ինչպես դուք եք պնդում եւ դիմում եք նրան ավազանի անունով, սա իհարկե ես կարծում եմ սա աներեսության այս ծայրահեղ դրսևորումն է, բայց այնուամենայնիվ եթե դուք չեք համարում կաթողիկոս, ապա ի սկզբանե տվյալ քահանան կարգալույծ պետք է լինի, այսինքն ձեռնադրությունը եւս անվավեր է։ Նրա ձեռնադրությունը եւս անվավեր է, սա պարզ կանոն է, դու չես կարող ասել կաթողիկոսի կողմից ձեռնադրված քահանայի մատուցած պատարակին եմ գնում, բայց քանի որ կաթողիկոսը կուսակրոն չի, հետեւաբար կաթողիկոս չի, նրան չի կարող կարգալույծ անել։ Տեսեք, այս պարզ օրինակով ակնհայտ երևում է, որ Նիկոլ Փաշինյանը ընդամենը այդ պատարակները, այդ հոգևոր կարևորագույն երևույթները վերածել է իր քաղաքական շահերի սպասարկման միջոցառումների։ Միջոցառում, որտեղ կարող են վարչապետին ծափահարել։ Ակնհայտ է, որ այս մարդկանցից շատերը իսկապես գուցե առաջին անգամ են պատարակին, այսպես ճակերտավոր պատարակի մասնակցում եւ տեղյակ չեն, որ եկեղեցում փառաբանում են ոչ թե վարչապետին, այլ Աստծուն։ Ինչևէ, պարոն Ասլանյան, Հայաստանում քաղաքական հակառակորդներին եկեղեցու դեմ բռնաճնշումների մասին անգամ սկսել են բարձրաձայնել միջազգային հեղինակություն ունեցող փաստաբաններ, օրինակ Սամվել Կարապետյանի միջազգային թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամը, ինչպես նաև Ջեֆրի Ռոբերտսոնը,
փաստաբան, գիտնական, միջազգային լրատվամիջոցների հետ հարցազրույցներում այդպես բավականին ներկայացրեցին Հայաստանում ընթացող, այդպես ասած, իրավական կամայականությունները այլախոհների, նաև եկեղեցու հանդեպ։ Ինչ է կարծում, սա որոշակի ռեզոնանս կառաջացնի այն առումով, որ վերջապես Հայաստանում ընթացող իրական գործընթացների վերաբերյալ միջազգային կառույցները, անգամ մեր երկրում աշխատող դեսպանատները, որոնք չեն նկատում այժմ կարծեք թե ինչ է Հայաստանում տեղի ունենում, ստիպված լինեն արձագանքել եւ որոշակի գնահատականներ տան։ Սամվել Կարապետյանի գործը օրվա իշխանության կողմից ուղղորդվող քաղաքական հետապնդման հերթական գործն է։ Բոլորից համար ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանը խոսքի համար ազատազրկված անձ է այս պահի դրությամբ, եւ Սամվել Կարապետյանի կալանավորումն ու քրեական հետապնդումը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի ուղղակի Facebook-յան ցուցումով։ Վերջինս Facebook-յան ցուցումով ուղիղ ցուցում տվեց ձերբակալել, կալանավորել, քրեական հետապնդում հարուցել անձի նկատմամբ, որքան էլ Հայաստանի Հանրապետության վարչապետը փորձում է չկմեղանալ, ցույց տալ, թե ինքը չի միջամտում, բայց ինձ համար զարմանալի են նրա այդպիսի ձևակերպումները, քանի որ գոնե ակնհայտ պայմաններում նա այդ ամենը չի կարող հերքել։ Ինչ վերաբերում է միջազգային կառույցների արձագանքներին, ես կարծում եմ դրանք այնուամենայնիվ ազդեցություն ունեն, բայց ոչ այն չափով, որքանով կուզենայինք եւ կցանկանայինք, որպեսզի ազդեին։ Եթե այլ ժամանակներ լինեին, գուցե միջազգային կառույցների արձագանքը որոշակի ազդեցությունից ավելի շատ լիներ, բայց ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանը իր ձևական հակառուսականությունը այս պահի դրությամբ վաճառում է եվրոպական կառույցներին, իսկ մարդու իրավունքների պաշտպանության բոլոր իրավական երաշխիքները ամրագրված են հենց եվրոպական տարբեր իրավական կառույցների կողմից արտահայտված դիրքորոշումներում, այդ թվում նաև դատական ակտերում։ Հետևաբար եվրոպական կառույցների ներկայացուցիչները, ես կարծում եմ, տեսանելի ապագայում գոնե դեռ կլռեն, բայց այնպես չի, որ այդ համբերությունը անսահման է։ Գալու է դրա ժամանակը, երբ ի վերջո այդ կառույցներն էլ են արտահայտվելու։ Հիշենք նաև Հայաստանի Հանրապետությունում կայացած միջոցառման արդյունքում իսպանացի պատգամավորի դրսևորած շատ ճիշտ վարքագիծը, ով ուղիղ կերպով Հայաստանի Հանրապետության իշխանություններին, այսպես ասած, զգուշացրեց, որ Եվրոպական միություն գնացող երկիրը չի կարող խոսքի համար 40 ոստիկան ուղարկել եւ մեկին կալանավորել։ Այսինքն եվրոպացիների համար էլ այս ամեն ինչը պարզ է, այնպես չի, որ չեն տեսնում, բայց ես հույս ունեմ, որ այս ամենի գնահատականը կտան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները քաղաքական գործընթացներով եւ մենք չենք սպասի եվրոպացիների արձագանքին, այսինքն ամեն կերպ այս իշխանությանը հեռացնելով, այսինքն պարակտման, հային հայից զատելու, միմյանց դեմ տրամադրելու հակումներ ունեցող եւ ամեն կերպ դրանով մեր ազգային իմունիտետը թուլացնող իշխանությանը հեռացնելու միջոցով։ Սա մեր հասարակության խնդիրն է։ Ակնհայտ է, որ այս պահին իրավական համակարգը օգտագործում է որպես գործիք մեկ մարդու ձեռքին, մեկ մարդու կամայականությունները իրականացնելու համար եւ փառք ու պատիվ այն իրավաբաններին, որ այնուամենայնիվ կարողանում են պահպանել իրենց սկզբունքայնությունը։ Պարոն Ասլանին, վերջին հարցը, եթե հնարավոր է այսպես ամփոփ, կայացած դատական համակարգը դա գեղեցիկ ձևակերպում է, թե նպատակ, որին ի վերջո կարելի է հասնել հաշվի առնելով այն աղետալի վիճակը, այն ստորաքարշ վիճակը, թույլ տվեք ասել այս արտահայտությունը, որում այսօր գտնվում է մեր իրավական համակարգը։ Ձեր ասած կայացած, այսինքն անկախ դատական համակարգը դա ժողովրդավարական հասարակության բաղկացուցիչ է, այսինքն եթե ցանկանում ես որպեսզի քո պետությունը, քո հայրենիքը ժողովրդավարական երկիր լինի, առաջին հերթին պետք է ապահովես դատական իշխանության անկախությունը։ Հասարակության անդամներից ոմանք կարող են դրա կարևորությունը չգիտակցել, որովհետև ամեն դեպքում կարող են դեռևս առնչված չլինել իրավապահ մարմինների եւ դատական համակարգի աշխատանքին, սակայն յուրաքանչյուր ոգով առնչվել է, ես կարծում եմ դրա կարևորությունը արդեն իսկ գիտակցում է, դա ես իմ պրակտիկայից կարող եմ ասել, երբ մարդիկ, ովքեր առնչվում են դատական համակարգին, նոր հիշում են դրա կարևորությունից։ Դատական համակարգի անկախությունը զուտ բառերով չէ, որ պետք է ապահովել, այլ կոնկրետ իշխանությունը պետք է կամք ունենա այդպիսի անկախություն ապահովելու համար, եւ այդ անկախությունը ապահովելու համար տվյալ իշխանությունը իրապես պետք է լինի եվրոպական արժեքների եւ իրավունքի կրող, այլ ոչ թե մեր իշխանության նման, երբ ամեն կերպ փորձում են հասարակությանը ցույց տալ, թե իբրև իրենք այդպիսի արժեքների կրող են, այսինքն եվրոպական իրավունքը իրենց համար պարտադիր են, որում 2002 թվականից
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային ակտերը, եվրոպական իրավունքների հիմնարարազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան գերակայություն ունեն մեր օրենսդրության նկատմամբ, այսինքն մենք ընդունել ենք այդ ակտերի պարտադիր բնույթը եւ պարտավոր ենք կիրառել դրանք։ Սակայն ցավոք օրվա իշխանությունը իրավական ոլորտում իր գործելակերպում ակնհայտ ցույց է տալիս, որ դրանք իր համար որևէ նշանակություն չունեն եւ նաեւ ակնհայտ կերպով ոտնահարում է այդ իրավական ակտերը, մինչդեռ դրանց համապատասխան դատական համակարգ ձևավորելու հասարակություն ունենալու եւ պետություն ստեղծելու իմաստը հենց կայանում է նրանում, որ հասարակության յուրաքանչյուր անդամ լինի պաշտպանված։ Ինչ եմ ասում, իշխանափոխություն է պետք եւ Արման Թաթոյանի նման մարդիկ ի վերջո պետք է գան իշխանության, որովհետեւ ճանաչելով Արման Թաթոյանին վստահ եմ, որ նա է իրապես եվրոպական արժեքների կրող եւ նրա նման մարդիկ կարող են ապահովել այդ համապարտադիր իրավական սկզբունքների անշեղ կիրառումը մեր հայրենիքում։ Առնվազն մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից Արման Թաթոյանի գործունեությանը ծանոթ ենք շատ շատերս եւ այս առումով գոնե նա ուղղակի անխոցելի է։ Դա իմ կարծիքն է, համոզված եմ շատերի։ Շնորհակալություն պարոն Ասլանյան, բաց եւ անկեղծ զրույցի մեր հրավերը ընդունելու համար։ Սիրելի ունկնդիրներ, հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը փաստաբան, Երևան քաղաքի նախկին դատախազ, Միասնության Թևեր քաղաքական նախաձեռնության անդամ Ռաֆի Ասլանյանն էր։ Զրույցը վարեց Ալիսա Գևորգյանը։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, հետևեք մեր հաղորդումներին։ Հաջողություն։